բարև ձեզ։ Ո՞րն է մեր այսօրվա դասի երեխաներ։ Դավթ ջան, ասա։ Ահա, ճիշտ է։ Երեխաներ, ձին ինչպիսի խաղաքար է։ Անի ասա։ Այո, ճիշտ է։ Իսկ փիղը ինչպիսի խաղաքար է, Արինա։ Այո, ճիշտ է։ Լավ։ Ինչ եք նրանց անվանում, թե խաղաքար է, երեխաներ, հրասեք տեսնեն։ Ո՞վ է ասում։ Ինչ եք թե խաղաքար։ Հնարավոր է անտառներ մեծիով, հնարավոր է, հələ դες Արտյոմ ասա։ Այո, դրա հնարավոր չէ, ճիշտ ես ասում, դրա համար ձին կոչվում է այո, թեթև ֆիգուր։ Հիմա եթե ձին փոխարին է, ով երեխաներ, հնարավոր է անտառներ տեսնել։ Ահա ջան, ասա հնարավոր է անտառներ, ապրի ապանը հնարավոր չէ, կեցես, այդ ինչու հնարավոր չէ։ Ահա, այ խաղի վերջում երբ մնում է արքան միայն փղի հետ, հնարավոր չէ բանտանել, դրա համար փիղը կոչվում է թեթև ֆիգուր։ Իսկ եթե երեխաներ մնան ձին և փիղը միասին, հնարավոր է անտառներ տեսնել, Տոմասը։ Ահա, այ եթե այս երկու թեթև ֆիգուրաները մոտ միանում է, հնարավոր է արդեն ման տանել։ Ես այս շախմատում ամենահետաքրքիր մանտերից է, չէ՞։ Լավ, հիմա երեխաներ, ով կասի, որ անկյուն պետք է տանենք թույլ կողմի արքային, որ կարողանանք ման տանել, հա։ Նախորդ դասին մենք այս ամբողջը քննարկել ենք։ Այսօրվա մեր դասի նպատակն է շարունակել ձիով և փղով մատը խնդիրների լուծման եղանակով ամրապնդելու համար։ Վերջին արդյունքում դուք պետք է կարողանաք կատարել ձիով և փղով մատերը տարբեր անկյուններում։ Լավ, հիմա եկեք շարունակենք, որ անկյուն պետք է տանենք և ինչու, ով է ասում, ասել, Դավիթ ասես։ Պետք է տանել հաշուկ կամ ամեն, որովհետև փիղը սև մանդակի վրա է։ Այո, որտեղ փիղը գտնվում է սև դաշտում։ Դրա համար թույլ կողմի արքային պետք է տանենք սևադաշտ անկյուններ։ Ճիշտ է։ Այ հիմա ես ուզում եմ դուք մինչև ես տնային աշխատանքները կստուգեմ ձեր երեխաներ ջան։ Դուք եք ընթացքում խաղատախտակի վրա դասավորում եք թույլ կողմի արքայի դաշտերը, որտեղ պետք է լինի թույլ կողմի արքան, որպեսզի մենք կարողանանք ման տանել։ Հենց հիմա դասավորում եք, իսկ ես այդ ընթացքում կմոտենամ և կստուգեմ ձեր տնային հանրարարությունները, որոնք են թույլ կողմի արքայի դաշտերը, ես կուզեմ դու ընդամենը ցույց տաս, հա, այսպես հա։ Մի րոպե։ Լավ, որոնք են թույլ կողմի արքայի դաշտերը, հիմա ցույց կտաս։ Ապրես, կկարդաս դաշտերը, Ահա։ Այո, և ճիշտ է, լավ, հիմա փորձի միան ցանկացած դի ինքդ դասավորեք, հա, արքայով, ձին և փիղը, դասավորի նստի, որ մենք տեսնենք հիմա ուժեղ կողմի արքայի դաշտը դրեցիք էստեղ, լավ, դե ահա, դե արքանների, ձինը ես կոմ, ձին էստեղ, սա է փիղը, ճիշտ է, ահա, ապրես, սև, ձեր չի ապրես, հիմա որտեղ դրել, սա սևա դաշտ է, մենակ փոխենք տանեք սպիտակը դաշտ, հա, այս փղին, բերենք, փղին, ապրես, սև արքան, չես լերել, ահա, սա մի հատեսնա, մի հատ է, ահա, հիմա ստեղնի տեղ, մի անկյունը սևա, լավ, ոչինչ, դրել կարող ես դրել, ահա, հիմա երեխաներ, դասավորում ենք ուժ նստի, ապրես, դասավորում ենք ուժեղ կողմի արքայի դաշտերը, բոլորը շատ ճիշտ դասավորել ենք, ուժեղ կողմի արքան պետք է լինի այս երկու դաշտերից որևէ մեկում, իսկ թույլ կողմի արքան գտնվելու է այս երեք դաշտերից հաշիով, հաշուկ և շեղուկ դաշտերից որևէ մեկում։
ուժեղ կողմի անկյունի հեռավորություն ունի անկյունից, նորից ասեմ Մարիջան, 0 հեռավորություն, որն է ձին աղման ցույց կտաս, որ ապրես, փիղը որն է, այդ փիղ չունենք, աղման ջան, չունենք, այո, ճիշտ է, մյուս բույների մեջ ունենք ձիփիղ, հա, ճիշտ է, էլի ունենք ձիփիղ, շատ ապրես, ճիշտ է, դու ցույց կտաս սպիտակի սևադաշտ փիղը, սպիտակի սևად ապրես, իսկ սպիտակադաշտ փիղը կեցես, լավ, հիմա եթե ես հավաքեմ, քաղաքացիակը, և քեզ խնդրեմ, դու կդասավորես որտեղ է գտնվում ձին կասես, կդասավորես նրանց, ապրի աղան, իսկ մյուս ձին, ահա կեցես, իսկ փիղը որտեղ է գտնվում փիղը, շատ ապրի աղան, մյուս փիղը, ահա, լավ, ճիշտ է, ապրես, իսկ որ խաղաքարեն են կանոն քղերի և ձինի դիմաց, ես միշտ պաշտպանում, կեցես, զինվորներն են պաշտպանում, կդասավորես զինվորները նրանց դիմաց, կեցե աղվանը, շատ ապրես, ես ձեզ բաժանում եմ անհատական աշխատանքներ, կեցես, ահա, այո, հետո կգնա, ահա, մատ է, դա արդյոք, ապրես նարեկ, ճիշտ է, լավ, եկեք նայեք, տեսնենք ճիշտ են տողան և կաթրիզը, իսկ եթե ես գամ այստեղ, եթե քայլ անեմ ստեղ ոնց կպատասխանես, մենք ինչ ենք մոռացել, ինչ պետք է անենք, այս ես որ դիրքը դասավորեցինք, առաջին ճիշտ քայլը որն է, որ պետք է անենք, ասա տեսնեմ, ապրես, արդյոք մենք պետք է հսկենք, ուժեղ կողմի արքան իր համապատասխան դաշտում է, թե ոչ, տնային հանձնարարությունը հիմա ես ես բացատրում եմ։ Բաց են բոլորը տեքստերը և կարդում եմ դաս 30-ի տրամագիր 2-ի պահանջը։ Տեսնեմ, ով է կարդում պահանջը բարձր, Մարի կարդամ։ Բոլոր տրամադրում փորձի հասնել ոչ ոքի։ Ուշադրություն դարձրու քայլի հերթականություն։ Ահա, լավ։ Դասավորությունը այսպիսին է, չէ՞ մեր տնային հանձնարարության։ Եվ մեզնից ինչ է պահանջում, քանի լուծում ունի Դավիթ, քանի լուծում է պահանջում։ Այո, 2 լուծում, ով կասի երեխաներ, այդ 2 լուծումների առաջին քայլերը որոնք կլինեն։ Շարի նայում ենք, էյլով, բանյուսները, տոմա ասա տեսնեմ։ F2, ճիշտ է, կամ, այո, սրանք որ դաշտերն են, տոմա։ Քայի դաշտեր, որոնք ինչ հեռավորություն պետք է ունենան անկյունից, ահա, սրանք կլինեն առաջին ձեզ ուղղորդող
Հողով և վերջնախաղում հողով և ծիով մատանով։ Այո, եւ ինչ ավելացրամերի իմացածին, մեր նախորդ դասում այսօր ինչ ավելացրեցինք։ Ինչ ավելացրեցինք, Պոլինա։ Որ ուժեղ կողմի արքան պետք է լինի